Մեր գյուղացիներից մեկը բաներ պահում, իշխան ձուկ է, իշխան, սովորական այս արհեստական բաներում, որ իշխան են պահում։ Տեսա, որ իջա գետից որ ջուր խմեն, տեսա, որ ձուկ կա։ Այդ իշխան ձկնից, այդ արհեստական իշխան ձկից ընկել է գետը բաց ա թողել, տենց աճում են, էլի։ Ես էլ ձկան բանի հետ սեր ունեի, բռնեցի երկու հատ, տենց մտքովս անցավ, ինչու չպետք է ասենք մեր այդ գետում կարմախայտին։ Այդ ժամանակ միտք առաջացավ ստեից ձուկ բռնենք, տանենք։ Դե տեղափոխեցինք այնտեղ, գցե մի մոտորապես մի 100 հատի մոտիկ, սեն շատ չէ լինի։ Լցեցին գետը։ Նու սկի մի տար էլ չանցավ, այդ զգացինք որ տարբեր բան արեց, էլի ոնց որ աճը, բանը, շարժը, գյուղացիները ձուկը բան, հիմա արդեն դե գնում ենք արդյոք ձուկ են բռնում, բանան այս ու ինչ էլ անեն չի վերանում, էլի չի կարա վերանում։ Իմ ցանկությունն էր, որ գետերում վայրի կարմախայտի այդ տեսակը չվերանա, ինչ որ ձևով ես կարողանամ օգուտ տամ բնությանը, ձեր բերենք այդ լոտոկները, այնպիսի մարդ, որը կարող է այդ գնումը կատարել, մեր բանը համայնքապետը ինքը այդ խոստացել է այդ գումարը վճարի, էլի։ Իմ ձեռի տակ եղած պայմաններում ես ուզում եմ ստանամ, բայց տեկորս շատ եմ ունենում, որովհետև 1000 հատ եթե կրակցենք, երևի մի 70-80% կամ 90% այդ նոր բաները, որ ունենամ, սարքավորումները, դե կպաշտպանվի, տենց ասեմ։ Բայց դե խոսքը ոչ թե 1000 հատի մասին, մի 20000, 50000-ի մոտցնել խոսքը։ Ես առաջարկում եմ, որ փողոցները ասֆալտապատերներ, քայլելս ոչ թե սենց ցեխոտ փողոցով քայլես, ասեն դե սա գյուղը պետք է ցեխոտը, դες բան չկա, խի ես ասենք ինչով է տարբերում քաղաքացին դուրս է գալիս, պետք է ասֆալտով քայլի, ես դուրս եմ գալիս։ Փողոց պետք է ցեխոտ լինի, որովհետև սա գյուղ է, չէ՞, պետք է նորմալ լինի։